Ձեր հայտը իմանալով դուք մտնում եք մի տարածք, որտեղ արդեն կան այսպես ամրոցներ, հա, ամրացած ուժեր, կառույցներ, քաղաքական այսպես խմբավորումներ, ամբողջ օրը նրանք բանավեճերի մեջ են, ունեն շատ մեծ մեդիա ռեսուրսներ, շատ մեծ փողեր, չգիտեմ, կարող է դուք էլ փողեր ունեք, բայց դժվար Խաչատուր Սուքիասյանից եւ Ռոբերտ Քոչարյանից շատ ունենակ եւ այլն թիմակիցներ, մարդկային եւ այլն, ինչ եք կորցրել միտեղ, որը առանց այդ էլ այդքան հագեցած է Տիկին Կարապետյանց։ Սիրելի Ռոբերտ ջան, եթե մենք ունենայինք այդ ասած ամրոցները, փողը մողը համաձայն եմ, այդ ամեն ինչը շատ տեղին էր ասած, բնականաբար որևէ մեկ այդքան փող չի կարող ունենալ, այն կոպեկ առ կոպեկը այդպես էլ կյանքի չկոչվեց, հետեւաբար բոլոր նախկին պաշտոնյաները ծոփ ու շվայտ կյանքով շարունակում են ապրել։ Մենք բնականաբար չունենք այդքան հնարավորություններ ֆինանսական, բայց եթե լինեին այդ ամրոցները, ես նկատի ունեի կուսակցական ամրոցներ, լավ, ավելի հստակ է։ Նույն բանի մասին է խոսքը, որովհետև այնտեղ եթե ունենայինք այդ կուռ կայացած կուսակցական կառույցները, ընդհանրապես կարիք չէր լինելու մտնելու քաղաքականություն առաջինը, երկրորդը ինձ անընդհատ որպես իրավապաշտպան ժամանակին չէին մեղադրի, որ ես քաղաքական բնույթի հայտարարություններ եմ անում, որովհետև այդ հայտարարությունները պետք է իրանք անեին։